Պարոն Մարտիկյան, ինչ ճակատամարտեր է տեսել Սևանը։ Սևանի մասին տեղեկություններ ունենք, սկսած ուրարտական, այսինքն Վանի հայկական թագավորության ժամանակներից, սակայն նրանց հետո բազմաթիվ ճակատամարտեր, ծովամարտեր են եղել, որոնք կարող էին համարվել այդպիսին, սակայն անշուշտ այս ցանկում առաջնահերթը 925 թվականի Սևանի ծովամարտն է, որը մեր պատմության մեջ մնացել է որպես լեռնային ծովամարտ, մի յուրօրինակ պարադոքսալ անվանումով։ Լեռնային ծովամարտ, որը կարողացավ ընդ որում, որը կապվում է Աշոտ Երկաթի, մեր թերևս ամենասիրելի թագավորներից մեկի անվան հետ։ Իսկ Աշոտ Երկաթը ծովամարտ վարել գիտեր, ինչպիսի ստրատեգիա օգտագործեց ծովամարտ վարելուց, տրամաբանությունը հաղթեց, թե ուղղակի կային ծովամարտավարության կանոնները, որոնց տիրապետում էր Աշոտ Երկաթը։ Հայկական ռազմարևստում ռազմածովային մարտավարությունը թերևս հարյուրամյակների պատմությունն էր 925 թվականին, և այս առումով տարօրինակ որևէ բան չկար, սակայն խնդիրն այն էր, որ Աշոտ Երկաթը նոր մոտեցումներ որդեգրեց, որոնք էլ պայմանավորեցին մեր պատմության մեջ ինքնատիպ փայլը, որ ունի ծովամարտը։ Խնդիրը այն է, որ հակամարտությունը սկսվել է դեռևս Աշոտ Երկաթի հոր Սմբատ առաջինի օրոք, որը մի տեսակ հակամարտության մեջ է ներքաշվել ակամայից։ Սկզբում դա սաջանամերայությունն էր Ատրպատականի, որը ամիրյա ապշինի օրոք մի տեսակ Ատրպատականը կոնկրետ հակահայաստանյան դիրքորոշում էր որդեգրել, Հայաստան ուղղված արշավանքներից մեկի ժամանակ էլ ապշինը մահացավ, որտեղ Ատրպատականյան բանակում սկսվեց համաճարակ։ Այդ համաճարակից ու գնաց դեպի ապշինը։ Նրան հաջորդեց եղբայրը Յուսուֆը, որը թվում էր, թե հակամարտությանը էլ ավելի ինչ խորություն պետք է հաղորդի, սակայն Յուսուֆը իր ամբողջ ներուժը ներդրեց Հայաստանի ենթակա նաև Վիլքի, Աբխազների և այլ տարածքների ենթարկեցման խնդիր ու սաջանամերայությունը դարձավ Հայաստանի գլխավոր ախոյանը։ Այսպիսի հակամարտություն ժառանգեց Աշոտ Երկաթը, որի օրոք Յուսուֆը որոշակի հաջողություններ ուներ, ներքին պառակտում մտցնելու համար նախ փաստորեն անկախեր հայտարարել արծրունիների թագավորությունը Վասպուրականին, ապա նաև որոշ քայլեր էր ձեռնարկել Հայաստան ներսից պառակտելու ուղղությամբ։ Աշոտ Երկաթը ժառանգեց այս ամենը, սակայն տեղի ունեցավ մի բան, որը թերևս Հայաստանի համար նպաստավոր էր։ Յուսուֆը ներքաշվեց Ատրպատականի ամերայությունը, ներքաշվեց Բաղդադի խալիֆայության հակամարտության մեջ, ինչ-որ խնդիրներ ծագեցին, որի հետևանքով Ատրպատականյան բանակը պարտություն կրեց և Յուսուֆը ձերբակալվեց 919 թվականին և 4 տարի մնաց բանտում։ 923 թվականին ազատվելով անմիջապես ձեռնարկեց նույն քաղաքականությունը, որ վարում էր մինչ այդ։ Խնդիրը այն էր, որ Հայաստանում պետք էր հուսալի հենարան ունենալ և այդպիսի դեր կատարելու համար Հայաստան ուղարկվեց Նասր ալ-Սուբուքի կամ Նսր ալ-Սուբուքի անունով մի պաշտոնյա, որին ոգևորելու համար մի տեսակ Յուսուֆը նրան նշանակեց Արմենիայի ոստիկան, սակայն մի տարի էլ չէր հաջողել Նսրը իր գործը, երբ հետ կաչվեց Ատրպատականում ծագած ապստամբության պատճառով և նրա փոխարեն զորքի հրամանատար մնաց Բշիր անունով մեկը։ Այս Բշիրը
եւ հարկադրված էր Աշոտ Երկաթի հետ հակամարտության մեջ ներքաշվելու։ Խնդիրը այն էր, որ Բշիրը հասկանում էր ինչ է կատարվում եւ զարմանալի ոչինչ չկար, որ հաստատվեց Դվինում։ Այն ժամանակվա Հայաստանի կենտրոնական շրջան համարվող քաղաքում։ Եւ բայց Բշիրը որոշեց, որ Աշոտ Երկաթը մի տեսակ բաց թողում է կատարել, սխալ է գործել։ Խնդիրն այն է, որ Դվինի իրադարձություններին մոտ լինելու պատճառով Աշոտ Երկաթը ամրացավ Սևանի կղզում։ Այսինքն Դվինին արարատյան դաշտավայրից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու։ Շտապելով օգտվել Աշոտ Երկաթի թույլ տված այսպես կոչված բաց թողումից, Բշիրը իր ձեռքի տակ եղած հազարյակով հեծյալ շտապեց դեպի Սևանի կղզի, որտեղ պաշտպանվել էր 1000 հեծյալով, որտեղ պատսպարվել էր Աշոտ Երկաթը։ Եվ որպեսզի Աշոտ Երկաթին զրկի այդ իր առավելություններից, օգնության կանչելու հնարավորությունից, նա սկսեց ասպատակել Սևանի ծովափը։ Այստեղ տեղի ունեցավ մի պատահականություն։ Բշիրը իր հազարյակով երթ էր կատարում եւ օրվա երկրորդ կեսին, երբ թերևս կարելի է ենթադրել, որ արաբական բանակը, արաբական զորամասը հոգնած էր, Բշիրը մի տեսակ անփույթ կազմակերպած երթի արդյունքում հայտնվեց այս տարածքները ինչ որտեղ չական ստուգումից վերադարձող ամրությունների ստուգումից վերադարձող Գևորգ Իշխանի նշանավոր Մուրացանի Գևորգ Մարզպետունու ստորաբաժանման առջև տեսնելով այս անկազմակերպ երթը Գևորգը որոշեց օգտվել առիթից եւ դիրքավորեց իր ստորաբաժանումը, ընդ որում ոչ մեծ, ու սպասեց մինչև մոտենան արաբները։ Հոգնած արաբները օրվա կես օր փաստորեն կատարած երթից հետո հայտնվեցին մեր ստորաբաժանման առջևում եւ օգտվելով առիթից Գևորգը գրոհեց արաբների վրա։ Տարօրինակ էր, որովհետև մի 20-30 ապատիկ առավելություն ունենալով հանդերձ արաբները սկզբում չէին հասկանում իրոք ինչ է կատարվում, որովհետև պատմիչով Վանից Դերասխանի կերտի կաթողիկոսը գրում է, որ արաբները ապակողմնորոշված կանգնած էին ուղղակի, երբ որ հասկացան ինչ է կատարվում, կատարվեց երկրորդ անակնկալը։ Արաբները շրջվեցին եւ փախան։ Արդյունքը եղավ լրիվ անսպասելի, որովհետև Գևորգը, քանի որ կողքը ընդամենը մի քանի հոգեր մնացել, ուղղակի բառացիորեն մի քանի հոգեր մնացել, հրաժարվեց սիտապնդումից, Բշիրը որոշեց նահանջել։ 924 թվականի պատերազմաշրջանը նրա համար ավարտվեց անհաջողությամբ փաստացի, Դվին վերադառնալու ճանապարհին նա որպեսզի ցույց տա թե ինքը հաղթանակ է տարել, անմեղ մարդկանց ուղղակի գլխատել տվեց եւ գլուխները տարավ իր հետ Դվին, հայտարարելով, որ դրանք էին այն զինվորները, որ իր դեմ կռվել էին։ Դրանից հետո ակնհայտ էր, որ 925 թվականին պետք է լինի վճռական առճակատումը, սակայն որի համար Բշիրը որոշեց իր ուժերը համախմբել Դվինում։ Սա մարտավարական առումով ընդհանուր առմամբ տրամաբանված որոշում էր, որովհետև ուժերը համախմբելով նա ստանում էր ճնշող գերազանցություն Աշոտի զորքերի ուժերի նկատմամբ։ Եվ նորից 925 թվականի գարնանը դուրս եկավ երթի եւ նորից հայտնվեց փաստորեն Սևանակղզու առափնյա տարածքներում, կղզուն մոտ։ Այստեղ էլ խնդիր ծագեց, որովհետև արաբները չունեին ջրանցելու հնարավորություն։ Որսորդական նավերը, նավակները, որոնք կային Սևանի վրա, Աշոտը կենտրոնացրել էր կղզում։
Քանիսն Բայց դրանք էին, փոքրատիպ էին, ընդամենը 11 նավակների մասին է պատմիչում ես ասում, եւ լրիվ անհասկանալի իրավիճակ ստեղծեց։ Հասկանալով, որ այս ընդհանուր առմամբ խառը իրավիճակը իր համար նպաստավոր չի, Բշերը որոշեց ճամբար զարկել ափից քիչ հեռու եւ մյուս օրը առավոտյան տեղի ունեցավ այն նշանավոր ծովամարտը։ Աշոտը որոշեց գնալ Բշիրին ընդառաջ, որում տեղի ունեցավ ծովամարտ, որը իր էությամբ դժվար է ասել եւ լեռնային ծովամարտ ձևով, որ մնացել է մեր պատմության մեջ, թերևս ավելի համապատասխանում է կատարվածին։ Ինչ տեղի ունեցավ։ Հասկանալի էր ծովի հարթ տարածքը հայլին թույլ չէր տալու լճի հայլին թույլ չէր տալու ինչ որ պատսպարվել, դարան, ծուղակներ կազմակերպել եւ այլն եւ այլն։ Սակայն Աշոտը որոշեց օգտագործել իր միակ առավելությունը դա օրվա ժամանակն էր եւ ափին մոտենալ արևելքից, որտեղ նոր բարձրացող արևը առավոտյան կկուրացներ արաբներին։ Արաբները որոշելով, որ քանի որ Աշոտ երկաթը գտնվում էր նավերից մեկի վրա, ընդ որում վրա պարզվել էր նաեւ իր դրոշը, արաբները որոշեցին, որ Աշոտ երկաթը գալիս է իրենց հանձնվելու։ Տեղի ունեցավ մի հետաքրքիր իրավիճակ։ Աշոտը նավակների վրա տեղադրել էր, մենք ունենք տեղեկություններ 70 թրակիրների, որոնց մասին գիտենք, եւ պատմիչ Հովհաննես Դերասխանակերտին նշում են նաեւ եւ լայնալիճ աղեղնավորների մասին։ Մնում մեր փառավոր լայնալիճ աղեղնավորները, որոնց հազարամյակներ ուղղակի շարունակ, որոնք առաջատար դիրք էին գրավում, բայց ի վերջո նրանք ամրոցի գագաթից կարող էին նետարել ամրոցը գրողներին, սակայն բաց դաշտում չէին կարող կրվել։ Այդ պատճառով որպեսզի թույլ չտա հակառակորդն նկատի իրենց հարձակվելու արտագրոհի մտադրության մասին, Աշոտը հետաքրքիր որոշում կայացրեց։ Նա իր զինվորներին հրամայեց թիկնոցներով թաքցնել աղեղները։ Եվ կղզում գտնվող մի քանի տասնյակ հավանաբար միջին աղեղնավորների հետ, նետաձիգների հետ դուրս եկավ ափ։ Բայց տեղի ունեցավ հետևյալը. ափից մի քանի մետր հեռավորության վրա նետաձիգներին տեղափոխող նավերը կանգնեցին եւ նետաձիգները սկսեցին նետարել հետաքրքրությունից դրդված դեպի ափ եկած այդ ամրաշինությունը ճամբարի դադարեցած եւ դեպի ափ եկած ազեն արաբներին։ Արաբ զինվորները սկսեցին կոտորվել, ընդ որում դեռ քիչ էր որ հիծալները հետևակ էին, հետևակ զինվորներն էլ անզեն էին, սկսեց կոտորածը, ուղղակի միակողմանի կոտորած, ապա նաև թրակիդներին մոտեցեցին նավերը ափին, թրակիդների իջան եւ սկսեցին կոտորել ափում գտնվողներին, որոնք չհասկանալով թե ինչ է կատարվում, ուղղակի կանգնած նայում էին, թե հետևում էին իրադարձություններին, հետևում էին իրենց կոտորվելու։ Այս ընդհանուր առմամբ անբարենպաստ իրավիճակը թաքցնելու համար արաբները սկսեցին վազել աջ ու ձախ։ Այդ ժամանակ տեծածիկները ափից գտնվելով մի քանի մետր հեռավորության վրա սկսեցին նետարել դեպի աջ ու ձախ վազող արաբներին, ընդ որում անզեն արաբների, որոնց մասը սովորական շինարարություն էր կատարում եւ զարմացել էր թե ինչ է կատարվում, որտեղ սպասում էին միայն մեկ բանի, որ Աշոտը պետք է ներկայանա իրենց հանձնվի, որտեղ հասկանում էին, որ գերազանցությունը ճնշող է։ Այս պայմաններում Աշոտը ուրիշ բան չպետք է աներ։ Տրամաբանությունը հետևյալն էր, որ Աշոտը պետք է վեր հանձնվելու, բայց Աշոտը ի զարմանս արաբների եկել էր մարդ վարելու։
սկսվեց միակողմանի կոտորած ու անձայն արաբները սկսեցին աշուձախ վազել, որով տեղ բացեցին կենտրոնում ափիչած թրակիների համար։ Թրակիները սկսեցին մաքրել կենտրոնական հատվածը, ժամանակ ներձածիկները սկսեցին նետահարել աշուձախ կողմերը, փախչելով փրկվել փորձող արաբների։ Այդ ժամանակ արաբները հարկադրված վերադարձան հետ, բայց դե անձեն մարդիկ վերադարձան թրակիների դեմ։ Սկսվեց այս ժամանակ արդեն դասական ցամաքային մարդ, ճակատամարտ, որի արդյունքում արաբները նոր զոհեր տալով սկսեցին փախչել, որը եւ միակ տարբերակներ եւ ունենալով քանակական գերազանցություն արաբները փախան։ Որոնք փախչելուց հետո տեղի ունեցավ եւս մի հետաքրքիր բան, արաբները փախչելու ընթացքում մի տեսակ կարգավորելով սեփական մարտակարգը նկատում են ճանապարհին դվին տանող ճանապարհի մեջտեղում գտնվող քեղաբերդը, գեղի բերդը եւ որոշում են, որ ոչ բարձր պատեր ունեցող, ոչ հաստ պատեր ունեցող ամրությունը կարող են գրավել։ Հենց այդ երթ կատարող դասավորությունը շրջվում է եւ գրում դեպի բերդը։ Պարզվում է եւս մի անակնկալ արաբների համար բերդում էր գտնվում Գևորգ Մարզպետունն, այն Գևորգ իշխանը, որի մասին խոսվել է, որը արագ կազմակերպում է այդ պաշտպանությունը եւ մինչ արաբների ամբողջ ուշադրությունը ամրոցի դարպասներն էին, պաշտպանները իշխում են Պարիսպի վրայից եւ գրում արաբների վրա, ընդ որում գրում այն տեղամասի ուղղությամբ, որտեղ գտնվում էր Բշիրը։ Հրամանատարը փախչում է։ Տեսնելով, որ հրամանատարը փախավ, փախչում է իր հետևից նաեւ ամբողջ զորքը։ Արդյունքում մի այդ պարադոքսալ ոչ նորմալ իրավիճակով լեռնային ծովամարտ վարելով Աշոտը կարողացավ փաստորեն ջախջախել արաբներին, որոնք դուրս քշվեցին Հայաստանից ու Հայաստանը դրանից հետո վայելում էր մոտ 7 տասնամյակ վայելում էր անկախություն։ 7 տասնամյակ Աշոտի հետնորդների եղբոր իրեն հաջորդած Աբասի, ապա նաև Աբասի որդու Աշոտ 3-րդ ողորմածի եւ նրա թոռան Գագիկ առաջին Գագիկ մեծի օրոք։ Եթե պատերազմների մեջ դասակարգենք, ինչ դեր կարող ենք հատկացնել լեռնային ծովամարտին։ Այս ավելի շուտ այս ճակատամարտը, ծովամարտը, որպես բնորոշի ավելի շատ ոչ թե որպես ինչ որ գագաթ, այլ ավելի շատ որպես ռազմական խորամանկության դրսևորում։ Օգտագործվեց հակառակորդի համար անսպասելի գործողությունները, օգտագործվեց օրվա ժամանակը եւ այլն։ Մի բան, որը մեր ռազմարվեստում շատ քիչ է օգտագործվում, թե տեղանքը, կլիմայական պայմանները օգտագործել մերվար սովոր չէ, բայց մի բան է լեռներում վերևից ներքև գրել հակառակորդի վրա, մի բան է լճում, որտեղ հայերին հորիզոնական է, չի կարող ուրիշ ձև չունենալ, եւ այդտեղ պատսպարվելու դարաներ, ծողակներ, կազմակերպելու հնարավորություններ չկա։ Եվ թվում է, թե հակառակորդի համար հանկարծակի անսպասելի կամ էլ գործողություններ վարելու հնարավորություններ էլ չկա։ Եվ այս առումով մենք ես կարծում եմ, որ այս ծովամարտը պետք է ավելի շատ հայոց խորամանկության պատմության նվիրված իրադարձություն համարել, քան թե ասենք մեր որպես ռազմարվեստի գագաթի մանավանդ որ ըստ էության հայկական կողմից ճակատամարտին ծովամարտին մասնակցում էր 3-400-յակ, ադրբեջանյան կողմից մասնակցում էր մի 2-3 հազարյակ, այնպես որ մի մեծ մարդ չէր, սակայն շատ կարևոր նշանակություն ուներ, որ այս մարտը ցույց տվեց պայքարելու ոգին, պայքարելու կամքը, որը գիտակցելով ադրբեջանյան զորքերը ստիպված եղան թողնելու հեռանալ Հայաստանից։ 11 ուժերի հարաբերակցություն էր գրեթե։ 11, նույնիսկ կարող ենք ասել ավելին,
որտեղ ըստ մեր ունեցած հնարավորությունների Ադրբեջանյան զորքը տվել է ավելի շատ զովամարտում, քան թե հայկական կողմը ամբողջությամբ ուներ ճակատամարտի սկզբին։ Այսինքն մի բշերը նույնիսկ մեղավորել չէր, այնպիսի պայմաններում էր մարդը հայտնվել, որի պայմաններում նա չէր կարող, ինչպես ասում են, ոչ ոքի հույս ունենալ եւ հարկադրված պարտության հետևից էր գնում։ Նավակ ընդամենը 11 նավակ։ 11 ընդ որում որսորդական, այդ որսորդական նավակների տարողությունն էլ ջրատարողությունը դարձավ հայկական կողմի գործողությունների համար կղզում կային զինվորներ, սակայն այդ զինվորները չէին կարող կիրառվել, որովհետև չկար տեղ հասցնելու միջոց։ Կղզում եւս միայն ափում գտնվող ադրբեջանյան զորքը չէ, որ ուներ նավերի կարիք։ Նավերի կարիք ուներ նաեւ հայկական կողմը։ Փաստորեն հայկական կողմից ծովամարտին մասնակցից ոչ թե այնքան ինչքան մենք ունեինք հնարավորություն, այլ այնքան մարդ ինչքան կարող էին տեղափոխել այդ 11 նավակները։ Ինչպիսին էր տարողությունը, ուզում եմ պատկերացնել այդ որսորդական նավի տարողությունը, երկարություն, լայնություն, ծավալ, որ իմանամ քանի զինվոր կարող էր տեղակայել։ Ուրեմն ենթադրում ենք, որ պատմիչը ասում է, որ ուրեմն 70 հոգի թրակիներ ունեին եւ աշոտներ իր դրոշով, հավանաբար դրոշակագիրներով, դրոշով ապահովող այլ ստորաբաժանումով եւ լայնալիչ աղեղնավորներ։ Բացի իրենից կային նաեւ այլ աղեղնավորներ, այլ մետաթիկներ, որոնք հայկական կողմի առավելագույնը կարող են ունենալ 300 հոգի, ոչ ավել, եթե սա բաժանենք 11-ի, ստացվում նավի վրա կարող են լինել մինչև 30 հոգի, ոչ ավել։ Փաստորեն բավականին մեծ նավակներ են եղել։ Եթե նկատում ենք, որ հիմնական մասը նաև թիավարում էին եւ կանգնած էին փաստորեն կամ նստած, լավագույն դեպքում նստած, ավելի տեղ չկար ուղղակի, ուրեմն այդ նավակները շատ մեծ չպետք է լինեն։ Մենք գիտենք մի 200 տարի հետո հայկական կոչվող նավի տիպը, որը ուներ թեք Արագաստ բայց Կիլիկյան Հայաստանում արդեն ունեցած։ Բայց այս դեպքում հայկական տիպի նավերը չէին կարող գործել, որովհետև Արագաստը իրենով կփակեր արևի ճանապարհը, իսկ այդտեղ սկզբունքային նշանակությունն էր արևի ճառագայթները, որպեսզի կարողանային կուրացնել հակառակորդին։ Այս հանգամանքը կարևոր է։ Ուրեմն թիավարում էին նետաձիգները հիմնականում, իսկ թրակիները սպասում էին հարմար պահի, որպեսզի հասնեն ափին եւ գրոհեն հակառակորդի վրա։ Եվ մարտավարական կանոններից ափից մինչև կղզի այդ հատվածը հիմի ցամաքել է։ Այո, դա գտնվում է թերակղզի։ Հա, այդ հատվածը Սևանի շրջանի տարածաշրջանի տարածքում։ Լճաշեն չհասած այդ տարածաշրջանում է։ Այո։ Այսինքն մոտավորապես Բշրի զորքը տեղակայված էր եղել այժմյան Լճաշենի տարածքում։ Ուրեմն թերակղզու հիմքի հատվածում, որը կարծում եմ տրամաբանական է մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, դեպի Լճաշեն մի քիչ շատ է հեռանում, այստեղ տվյալ պարագայում խոսքը մի քանի մետրի մասին է, որը գյուղից կլինի բավական հեռու կարծիքով, թեև կոնկրետ տեղը անորոշ է։ Եվ այդ ընթացքում պատմական գտածոներ չեն եղել կամ նետերից, կամ թրերից։ Ցավոք ոչ, իսկ թրերը չէին լինելու, որովհետև անշուշտ
հավաքած կլինի, հաղթողում հայրը, ներդասլակներին ցավոք հետա ինձ հայտի տեղեկություններ չկան, որ ներդասլակների գտնի։ Այնպես դայս։ Հնարավոր է այդ կողմը արդեն իսկ ցանմաքել է եւ ցամաքից դժվար է ավելի գտնել տվյալ պարագայում, եթե չկան համատարած պեղումներ, քան ջրում։ Հնարավոր է մենք Սևանա լճում որևէ վկայություն կարողանանք գտնել։ Քանի որ հիմնական հարվածը հասցվել է փին գտնող արաբների վրա, պետք է ենթադրել, որ ջրում քիչ հավանականություն կա, որ կարող էին լինել հետքեր։ Ուրեմն կարող են լինել հետքերը ցամաքում, իսկ ցամաքում ես գիտեմ, որ մենք չունենք որևէ ապացույց այսօր։ Ժամանակը չի պահպանել։ Չմոռանանք, որ ի վերջո ծովամարտը տեղի ունեցել ավելի քան 1000 տարի առաջ, 1100 տարի, շուրջ 1100 տարի առաջ։ Այսինքն տրամաբանական էլի հետքեր չկա։ Դա Սևանի ամենախոշոր հյուսիսարևմտյան հատվածը։ ծովամարտն էր ամբողջ պատմության ընթացքում։ Խոշոր տեսեք, խնդիրը ոչ թե մեծությունն էր մարտի, այլ ունեցած քաղաքական հետևանքները։ Հայաստանը փաստորեն հասավ անկախության։ Այսօր երկաթի դերը մեր պատմության մեջ այն էր, որ ի վերջո Բաղդադի խալիֆայությունը նրան ճանաչեց շահ, այսինքն արքայից արքա, եւ Հայաստանը ձեռք բերեց անկախություն։ Մի կողմից Բյուզանդիան էր, որը ամենքետ ձգտում էր պոկել Հայաստանի խալիֆայությունից, երկրորդ ուղղությունը խալիֆայությունը, որը ներկայացվելով Սաջան ամիրայության, Ատրպատականի ամիրայության հետ հակամարտության մեջ, ձգտում էր ամենքետ իր կողմը գրավել Հայաստանի, որը տվյալ պարագայում ստացեց, բայց Հայաստանը Բաղդադի խալիֆայի հետ համագործակցելու տարբերակներից առաջ պահանջեց, որպեսզի Հայաստանի անկախությունը ճանաչվի, ընդ որում Աշոտ Երկաթին ու նրա հաջորդներին ոչ թե միայն որպես արքա ճանաչել Բաղդադի խալիֆը, այլ որպես արքայից արքա, այսինքն 1100 տարի առաջ մեր իրականությունում եղած արտաշրջանների օրոք ձեռք բերված անկախությունը փաստորեն պահպանվեց այս շրջանում։ Եվ ինչ դաս կարելի է քաղել։ Որն է խորհուրդը այսօրվա մեր համար։ Մեր համար թերևս գլխավոր խորհուրդը որ կա, դա ես կցանկանայի, որ միասնությունը լիներ, որովհետև այսօր ներքին պարակտում կա, դժվար պայմաններին, աշուր դժվար պայմաններին եւ այստեղ վեճ չկա, սակայն այն ժամանակ ավելի հեշտ չէր, քան թե հիմա։ Եվ եթե այն ժամանակ 300 հոգով դուրս էին գալի 3000-ի դեմ, կամ մի 40 կամ 50 հոգով դուրս էին գալի 1000 հոգու դեմ, ապա այսօր պայմանները ավելի լավը չեն։ Եվ չարժե կարծել, թե դրանով բոլոր հարցերի պատասխանը ստանանք։ Ուրեմն միասնության մեջ է մեր ուժը, որը ես կարծում եմ պետք է պահպանվի ամեն գնով։